Բարև ձեզ։ Այսօր մենք կխոսենք ֆիզիկայում հավասարակշռության 3 տեսակների մասին՝ կայուն, անկայուն, անտարբեր հավասարակշռություն։ Ինչ է հավասարակշռությունը։ Հավասարակշռությունը այն վիճակն է, երբ մարմինը կանգնած է կամ շարժվում է այնպես, որ դրա կենտրոնական քաշը հավասարակշռված է եւ այն կարող է պահպանել որոշ ժամանակ։ Կայուն հավասարակշռություն, երբ մարմինը փոքր շարժումից հետո վերադառնում է իր տեղը։ Օրինակ, գնդակը ամանի հատակում, եթե հրես, այն կվերադառնա սկզբնական դիրքին։ Անկայուն հավասարակշռություն, երբ մարմինը փոքր շարժումից հետո հեռանում է իր տեղից, չի վերադառնում։ Օրինակ, գնդակը դրված է ամանի բերանի վրա, մի փոքր հրել է եւ այն կընկնի։ Անտարբեր հավասարակշռություն, երբ մարմինը նոր դիրքում մնում է այն, չի վերադառնում եւ չի ընկնում։ Օրինակ, գնդակը հարթ մակերեսի վրա, եթե հրես, այն պարզապես կշարժվի նոր դիրքով։ Եկեք բերենք ճանաչված օրինակներ։ Պիզա եւ Ստարակը կանգնած է թեք, բայց դեռ չի ընկել։ Եթե նրա կենտրոնական քաշը անցներ հենման եզրից դուրս, այն վաղուց կընկներ։ Թբիլիսիում կա Գաբրիձեի ժամատունը, որը նույնպես կանգնած է թեք։ Թվում է, թե պատրաստ է ընկնել, բայց կանգուն է։ Այսինքն, ճարտարապետները օգտագործել են ֆիզիկայի օրենքները հավասարակշռությունը պահպանելու համար։ Հիանալի կապ է ֆիզիկայի եւ արվեստի միջև, ցույց է տալիս, թե ինչպես մարդը կարող է խաղալ հավասարակշռությամբ։ Այսպիսով մենք գալիս ենք եզրակացության, որ այս բոլոր օրինակները ցույց են տալիս, որ ֆիզիկայի օրենքները մեր շուրջն ամենուր են՝ բնության մեջ, ճարտարապետության, նույնիսկ երաժշտության եւ պարարվեստում։